Ճանոթանա։ Ես Ղազարյան Ադամի մայրիկն եմ։ Հեքիաթասաց մայրիկ ծրագրում հյուր եմ այսօր։ Ու ձեզ համար կարդալու եմ մի շատ հետաքրքիր հեքիաթ։ Լսենք միասին։ Լսենք, շատ լավ։ Այս պատմությունը մի ցածրահասակ փոքրիկ տղայի մասին է։ Տեսնում եք, բարձր շենքեր են երևում։ Ադամ տես, իսկ փոքրիկ ցածրահասակ տղան։ Հիմա շարունակենք։ Ինչպես նաև նրա մայրիկի մասին է, որը շատ բարձրահասակ է։ Եվ Գերարի լսի, հա? Նրա մայրիկը շատ գեղեցիկ է, շատ խելացի, բացի դրանից շատ սիրելի է, իհարկե նաև շատ նրբագեղ։ Ահա տեսեք ինչքան բարձրահասակ մայրիկ ունի տղան։ Սա փոքրիկ տղան է ցածրահասակ, իսկ դա իր մայրիկն է, շատ բարձրահասակ, շատ գեղեցիկ։ Հիմա տեսնենք ինչ անելու իր մայրիկը։ Այս ցածրահասակ փոքրիկ տղան շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին։ Նրա պես բարձրահասակ, նրա սրտի չափ մեծ, թքսանքի պես կլորիկ։ Իսկական նվերը աստղերի մեջ է։ Յուրաքանչյուր մարդ միայն մեկ մայրիկ ունի։ Մայրիկին պետք է նվիրել լուսինը։ Այո, բայց ինչպես։ Ամեն դեպքում դժվար է։ Հատկապես, երբ շատ բարձրահասակ չես։ Ադամ, կթող ես պատմում դա։ Ուզում է իր մայրիկին լուսինը նվիրել։ Մտածում է ինչ նվերի, որոշում է, որ մայրիկի պետք է նվիրել լուսինը, բայց մենք բոլորս էլ գիտենք, չէ՞ որ լուսինը նվիրելը շատ դժվար է։ Տեսեք ինչպես ենք անելու։ Փոքրիկ տղան խնդրում է իր հայրիկին. Եթե ինձ բարձրացնես քո ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ քեզ կտամ։ Բերենք մայրիկի համար։ Բայց այնուամենայնիվ իրենք երկուսն էլ ցածրահասակ են ու դժվարությամբ են կարողանում։ Այդպես էլ չեն կարողանում։ Տեսնենք ինչ է լինում հետո։ Փոքրիկ տղան խնդրում է իր զարմիկներին. Եթե մեզ բարձրացնեք ձեր ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ ձեզ կտամ։ Զարմիկները կանգնում են կողքի եւ հայրիկը բարձրացնում է նրանց ուսերին, բայց միևնույն է, Պետրոսիկը շափազանց ցածրահասակ է, ու իրենք բոլոր զարմիկներին խնդրում են, որ բոլորով միասին գնան լուսինը բերեն, բայց նրանք շափազանց ցածրահասակ են ու այս անգամ էլ չի ստացվում։ Փոքրիկ տղան խնդրում է իր հարևաններին. Եթե մեզ բարձրացնեք ձեզ ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ ձեզ կտամ։ Հարևանները իրար հաջորդելով բարձրանում են իրենց ուսերին։ Բայց միևնույն է, Պետրոսիկը չափազանց ցածրահասակ է։ Էլի չեն հասնում լուսնին։ Փոքրիկ տղան հեռուներից կանչում է մարդկանց. Եթե մեզ բարձրացնեք ձեր ուսերին, խոստանում եմ, լուսնից մի կտոր էլ ձեզ կտամ։ Հեռվից եկան մարդիկ, կանգնեցին ներքևում, հարևանները բարձրանում են նրանց ուսերին, զարմիկները հարևանների ուսերին, հայրիկն էլ կանգնում է ամենավերևում։ Բայց բարձրանքից Պետրոսիկը տեսնում է, որ ներքևում շատ մարդ կա, ու եթե ինքը նույնիսկ հասնի կլոր լուսնին, իր մայրիկին լուսնից շատ փոքր կտոր կհասնի։ Անչափ փոքրիկ մի կտոր, որովհետև ինքը բոլորին խոստացել էր, որ եթե իրեն օգնեն, լուսնից մի կտոր էլ իրենց է տալու։ Փոքրիկ տղան կանգնում է, նա հիասթափված է եւ դանդաղացած, եւ նույնիսկ մի քիչ բարկացած։ Քիչ է մնում սայրուկից ոտքը գետնին տա։ Ուստի որոշում է ճանապարհ ընկնել։ Միգուցե գտնի այնպիսի մեկին, ով իրեն մի սանդուղք կտա, կամ էլ մի կարթաձող, ու այդպես որոշում է ճանապարհ ընկնել։ Տեսնել այդ ճանապարհ կգտնի իր մայրիկին նվեր անելու համար։ Նա քայլում է, ու դարձյալ քայլում է ժամեր շարունակ։ Նա քայլում է, ու այսպես օրեր շարունակ։ Նա գրեթե մեկ ամիս անդադար քայլում է, եւ աննկատելիորեն պտտվում է երկրի շուրջը։ Ճանապարհից այրիկ փոքրիկ տղան նկատում է իր տունը։ Ճիշտն ասած, նա հալից ընկած էր եւ հոգնածությունից ոտքերը մի փոքր ցավում էր։ Այդպես ամբողջ երկրի շուրջը պտտվում է ու հետ է գալիս իր տուն։ Շատ հոգնած է լինում։ Այնտեղ նա տեսնում է իրեն սպասող հայրիկին, զարմիկներին, բոլոր հարևաններին եւ նույնիսկ հեռուներից եկած մարդկանց։ Տեսեք, բոլորը իրեն դիմավորում են։ Սա մեր Պետրոսիկն է։ Տեսնում եք բոլորս։ Եվ իրեն դիմավորող իրենց բարեկամները բոլոր։ Պետրոսիկի բարեկամներն իրեն են դիմավորում, որովհետև ինքը հեռու ճանապարհից է գալիս։ Շարունակեք, ի վերջո նա հասկանում է, որ ցանկանում է նրանց հետ տալ լուսնից մի փոքր կտոր եւ բարձրանում է, ու քանի որ շատ մարդ կար, ինքն էլ արդեն մի քիչ մեծացել էր, հասնում է լուսնին։ Տեսնում եք, հասավ լուսնին, բոլոր բարեկամների օգնությամբ, բոլոր հարևանների օգնությամբ, ինքն էլ արդեն մի քիչ մեծացել էր, աշխարհ էր տեսել արդեն, ու հասնում է լուսնին։ Եվ ինչպիսի անակնկալ, լուսինն անծայր էր, ինչ է նշանակում, որ բոլորին էլ կտոր կհասներ, չէ՞ լուսնին։ Լուսինը բավականաչափ մեծ է, այն կբավականացնի իր հայրիկին, զարմիկներին, իր բոլոր հարևաններին եւ հեռվից եկած մարդկանց։
Այն կբավականացնի անգամ հերբից եկած մարդկանց հարևանների զարմիկներին, ինչպես նաև նրանց մայրիկներին։ Բայց իր մայրիկի համար նա ուտեց ամենագեղեցիկ լուսնեեղջյուրը, տեսնում եք, ամենագեղեցիկ կտորը Պետրոսիկը իր մայրիկի համար պահել։ Նվիրում է մայրիկին, պատկերացնում եք մայրիկը ինչքան շատ կուրախանա։ Կուրախանա, չէ՞ բալիկներ։ Քանի որ յուրաքանչյուր մարդ միայն մեկ մայրիկ ունի, մայրիկին պետք է նվիրել Լուսինը։ Տեսնում եք, մայրիկը Պետրոսիկը նստած են Լուսնի վրա, Պետրոսիկը կարողացավ իր մայրիկին նվեր անել։